Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությանն առնչվող համաձայնագիրը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև։ Նրա խոսքով համաձայնագիրը հնարավորություն է տալիս ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։ Հաշվի առնվել նաև, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է անվտանգային եւ պաշտպանական ոլորտի գործակցությամբ։ Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը Եվրամիության հետ կդառնա իրավական այն շրջանակը, որը կկանոնակարգի այդ գործակցությունը։ Մնացական Սաֆարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կողմից Եվրամիության ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուղված անձնակազմի, նաև ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի եւ ուժերի կարգավիճակի հարցերը կարգավորվում են ուժերի կարգավիճակի մասին կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրերով։ Եվրոպական միության ընդհանուր եւ անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ԵՄ-ին իրականացնել քաղաքացիական, ռազմական, հակաճգնաժամային գործողություններ, խաղաղապահ ջանքեր, խորացնել պաշտպանական համագործակցությունը անդամ պետությունների միջև։ Հիմնական բաղադրիչներն են քաղաքացիական առաքելություններ, ոստիկանության վերապատրաստում, սահմանային աջակցություն, իրավական եւ կառավարման բարեփոխումների խթանում, ռազմական գործողությունների մեջ մտնում են խաղաղապահություն, կայունացման եւ հակաճգնաժամային գործողություններ տարբեր տարածաշրջաններում, խորացված պաշտպանական համագործակցություն ԵՄ ներսում, Եվրոպական պաշտպանական ֆոնդը, որը պաշտպանական նորարարության եւ համատեղ նախագծերի ֆինանսավորումն է, ԵՄ արագ արձագանքման զորախմբերը, արագ կիրառման համար պատրաստ ռազմական ուժերը։ Ըստ զեկուցողի համաձայնագրի կնքումը դիտարկվում է նաև որպես Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը համահունչ գործնական քայլ Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման եւ չափանիշների ներդրման տեսանկյունից։ Փոխնախարարը հավելեց, որ այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։ Հայաստանի կողմից գործողված անձնակազմը կատարում է իր պարտականությունները եւ դրսեւորում է բացառապես ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության շահերին համապատասխանող վարքագիծ, սա Code of Conduct-ի երևի ինչ-որ մասով անդրադառնում է, պահպանելով վարքագծի այն ամենաբարձր չափանիշները, որոնք սահմանված են ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողությունների համար կիրառվող քաղաքականությամբ։ Միլիոնավոր դոլարներ են ծախսում մեր խնդրանքով մեր պետության տարածքում տեղակայված առաքելության վրա հենց այնտեղ բացի Եվրամիությունից էլի պետություններ միացել, այսինքն մեր նեղ, այսպես ասած, օրին իրանք հասել են, մեզ աջակցել են։ Հարց հնչեց օրենքի նախագծի հրատապ համարելու վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը։ Եվրամիության եւ Հայաստանի գործադիր մարմինների գործընկերները խնդրել են, եթե հնարավոր է, համաձայնագիրը քննարկել եւ համապատասխան որոշում կայացնել մինչեւ այդ նիստը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։